Պլանը գերակատարվել է։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ցուցանիշները։ Հունվար-մարտին ՊԵԿ-ը բյուջե է ապահովել 566.5 միլիարդ դրամ, ինչը ավելի է թե 2025 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսված, թե հետագայում վերանայված ցուցանիշից, համապատասխանաբար 3.4 եւ 3.1 միլիարդով։ Միևնույն ժամանակ 2024-ի հունվար-մարտի համեմատ այս տարվա մուտքերն ավելի են 13.2%-ով։ Ունենք աճ բոլոր հարկատեսակների գծով բացառությամբ ակցիզային հարկի, եթե դիտարկենք ոլորտներով, բանկային ոլորտում ունենք բավականին մեծ աճ, չնայած որ դեռ շահութարկի վճարման ժամանակը չի։ Շինարարության ոլորտում ունենք աճ, այստեղ կառուցապատողները, որոնք հանձնում են ուրեմն արդեն բնակարանները քաղաքացիներին, այստեղ ունենք բավականին մեծ աճ ունենք մանրածախարևտրում եւ ունենք աճ նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող տնտեսվարողների մոտ։ Ընթացիկ տարում բյուջեով նախատեսված է 2 տրիլիոն 720 միլիարդ դրամ հարկ եւ տուրք։ Վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանը նշում է, ի սկզբանե մտավախություն է ունեցել, որ դրան հնարավոր չի լինի հասնել։ 2025 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը հաճելիորեն զարմացրեց ինձ, ինչը թերևս պայմանավորված է հետաձգված ավելացված արժեքի հարկի հետ վճարումների էֆեկտի հետ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ սա դեռևս կայուն տնտեսական հիմքերի մասին չի խոսում, սա ըստ էության իրավիճակային էֆեկտ է, որը մենք ունեցել ենք նախորդ տարիներին, չհավաքագրված ավելացված արժեքի հարկը վճարվել է 2025 թվականին։ Հարկային մուտքերն ավելացել են 6.1, իսկ մաքսայինը 20.7%-ով, ընդգծում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։ Հավելում, դեռ վաղ է խոսել տարվա համար սպասումներից։ Պատկերը կսկսի ուրվագծվել ապրիլի 20-ից հետո, երբ բոլոր շահութարկերը ներկայացված կլինեն, նոր կարող ենք այդ մասին խոսել։ Իհարկե, այսպես նախնական մեր հաշվարկներով կարծում ենք, որ երկրորդ եռամսյակը նույնպես կկատարենք, ՊԵԿ-ը չի խնայելու ջանք, որ կարողանա ուրեմն նախանշված ցուցանիշներին անպայման հասնել։ Ըստ Հայկ Ասֆանյանի, վերջին ժամանակահատվածում տարբեր հարթակներում քննարկումներ կան այն մասին, որ ՊԵԿ-ը վարչարարությունը խստացրել է։ Ինչպես ասում են, չի լինում ծուխ առանց կրակի, թերևս կան որոշակի հիմքեր։ Եթե դա իրականացվում է օրենսդրության սահմաններում, ես բոլորովին խնդիր չեմ տեսնում, եթե տեղի է ունենում օրենքի անհարկի մեկնաբանություններ կամ անհարկի կիրառություններ, բնականաբար դրան բացասական են վերաբերվում եւ չեմ կարծում, որ գործարար միջավայրի խաթարման հաշվին երկարաժամկետում նպատակահարմար է ապահովել հարկային եկամուտների աճը։ Նման մոտեցում չկա, ՊԵԿ-ը ռիսկերի վրա հիմնված գործիքակազմին է զարկ տալիս, արձագանքում է Վրեժ Մխիթարյանը։ Հավելում, օրինակ թեմատիկ ստուգումները, որոնք ռիսկի վրա հիմնված չափանիշներով են, հաստատվում են ցանկերով, որից դուրս ուսումնասիրություններ չեն իրականացնում։ Վարչարությունը իրականացնում ենք այնպես ինչպես հարկային օրենսգրքով սահմանված է, ռիսկերի վրա հիմնված չափանիշներով, հաստատված ցուցակներով, բայց մենք ավելի շատ շեշտը դրել ենք վերլուծական գործիքակազմի վրա եւ հարկվճարողի հետ ավելի շատ իրականացնում ենք բացատրական աշխատանքներ, հայտնաբերված անհամապատասխանությունների մասով եւ նման դեպք ինձ հայտնի չէ, որ ՊԵԿ-ը իրականացնում է կոշտ վարչարական գործիքներ։ Միևնույն ժամանակ կոմիտեն առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի գծով բիզնեսին է վերադարձրել 74 միլիարդ դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։